Ողջույն, այսօր խոսելու եմ ինչպես քաղաքական նորություններից, այնպես էլ այն մասին, թե ինչու Հայաստանում կուսակցությունները հենվում են ոչ թե գաղափարների, այլ անձերի վրա։ Սկսեմ նրանից, որ ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանը Կենտրոն TV-ի եթերում հայտարարեց, թե իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի կողմից, ընդգծելով, որ այօրինակ ՔՊ-ում չկա որևէ մարդ, ով խնդիր ունենա Ադրբեջանի հետ, մինչդեռ Սամվել Կարապետյանը լուրջ խնդիր ունի Ադրբեջանի հետ։ Եթե այս հայտարարությունը լիներ սրանից մի քանի տարի առաջ, դա լուրջ ազդեցություն կունենար ընտրողների վրա, սակայն այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հիմնական շեշտադրումը անում է հենց նրա վրա, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում ուժեղ Հայաստանը, գալիս են պատերազմ բերելու համար եւ ՔՊ-ն այն միակ ուժն է, որը կարող է խաղաղություն բերել, նման հայտարարություն անելը մեղմ ասած անտրամաբանական է։ Իդեպ, սա այն է, ինչի մասին խոսել եմ նախորդ եթերում։ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ շեշտադրում է կատարում այն ընտրողների վրա, ովքեր ընտրություն են կատարելու վախով պայմանավորված, ընտրելու են ՔՊ-ին վախենալով նոր պատերազմից։ Եվ այս ֆոնին Նարեկ Կարապետյանի հայտարարությունը առնվազն նորմալ չէ, եթե ցանկանում է ընտրությունների ժամանակ ձայներ բերել իր կուսակցության համար։ Կամ ուժեղ Հայաստանը պետք է կարողանա հիմնավոր կերպով ներկայացնել, թե ինչպես են բերելու խաղաղությունը, իրենց նշած ուժեղ խաղաղությունը, կամ կհաղթի Նիկոլ Փաշինյանի առաջարկած փխրուն խաղաղությունը։ Իդեպ փաստ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա ապահովել այդ խաղաղությունը, նույն կերպ ինչպես երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այնուհետև հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, 3000 տարվա մեջ առաջին անգամ հայաթափեց Արցախը, բայց միևնույն է, նրա այն լոզունգը, որ ՔՊ-ն այն ուժն է, որը կարող է խաղաղություն բերել Հայաստանին, աշխատելու է այն մարդկանց պարագայում, այն ընտրողների, ովքեր գնալու են ընտրություններին եւ ձայն են տալու պայմանավորված վախով, նոր պատերազմի վախից։ Այսօր Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նորից մի փոքր անտրամաբանական մտքեր հնչեցրեց։ Հասկանալի է, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ընդդիմադիր դարձան մարդիկ, ովքեր գրեթե ամբողջ կյանքում իշխանության են եղել, եւ նրանց համար խորթ էր ընդդիմադիր կեցվածքը եւ պահվածքը, սակայն գոնե թե մեծամտությունը պետք է արդեն մի կողմ թողնել։ Դավիթ Ղազինյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը համարում է թույլ։ Այսինքն մի իշխանություն, որը կարողացավ հայտարարակ պարտություն կրել պատերազմում, հայաթափել Արցախը, կալանավորել նախկին նախագահին, հետապնդել ընդդիմադիրներին, լրագրողներին եւ այդքանից հետո մնալ իշխանության, թույլ է, լուրջ։ Սակայն խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է շատ ուժեղ, խնդիրն այն է, որ ընդդիմությունն է անթույլատրելի թույլ, ինչի պատճառով Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության։ Հիմա անցնեմ այսօրվա ձերբակալություններին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվեց 14 հոգի կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով։ Ձայնագրությունները կան, եթե հետաքրքիր է, կարող եք լսել կամ գուցե արդեն լսել եք։ Ձայնագրություններում ակնհայտ երևում է, որ այդ խոստացված, տրված կամ տրվելիք գումարը կարող է վերաբերել ամեն ինչի բացի աշխատավարձից։ Այդուհանդերձ փաստաբանը պնդում է, որ աշխատավարձը դիտարկվել է որպես կաշառք։ Ես նորմալ եմ համարում, որ փաստաբանը պետք է նման պնդում անի, ի վերջո նա ներկայացնում է պաշտպանական կողմը եւ պարտավոր է պաշտպանական գիծ մշակել, սակայն դիմում եմ ուժեղ Հայաստանին, առհասարակ ինչու կան ձեր շարքերում նման մարդիկ, ինչու կան նման թեմաներ ձեր հետ կապված։ Ես իհարկե չեմ կարող խախտել անմեղության կանխավարկածը եւ այս մարդկանց մեղադրել արած կամ չարածների համար, սակայն մի բան հստակ է, եթե ձայնագրության մեջ խոսող մարդիկ կապ ունեն ձեր թիմի հետ, առավել ևս եթե զբաղեցնում են ձեր թիմում որևէ պատասխանատու տեղ, ամեն ինչ շատ վատ է իրականում։ Դուք նման գործելավոճով ստիպելու եք նախորդ եթերումս հիշատակած քաղաքականությունից հոգնած մարդկանց գնալ եւ ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանք շատ լավ հիշելու են, որ նախկինում հենց նման երևույթները վերացնելու համար դուրս եկան փողոց։ Այստեղ կարելի է խոսել նաև այն մասին, որ դե իշխանության քայլերն է կարող են դիտարկվել որպես կաշառք, օրինակ ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելը, պարտադիր բժշկական ապահովագրության ներդնելը, պարգևավճարներ տալը, սակայն տարբերությունը մեծ է, իշխանությունը այս ամենը անում է օրենքի տառին համապատասխան, իշխանությունը ունի այդ առավելությունը ի տարբերություն ընդդիմության, ինչպես նաև իշխանությունը ինքն իրեն հաստատ չի գաղտնալսի։ Եվ իհարկե իշխանությունը պետք է անի իրենից հասնող ամեն ինչ իշխանությունը պահելու համար,
Առավել ևս, եթե խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, ընդդիմությունը ի տարբերություն չի կարող, առհասարակ որևէ ընդդիմություն չի կարող ավելի շատ նյութական բարիքներ առաջարկել ընտրողներին, քան օրվա իշխանությունը։ Եթե դուք փորձում եք պայքարել այս մեթոդներով, ապա միանշանակ պարտվելու եք։ Ընդդիմությունը ընտրողներին կարող է առաջարկել նոր արժեհամակարգ, նոր գաղափարներ, անկոտրում պայքար, հայրենասիրություն ի վերջո, անկեղծություն, բայց ոչ երբեք նյութական բարիքներ, որովհետև կրկնեմ նորից, իշխանությունից ավելի նյութական բարիքներ որևէ ընդդիմություն չի կարող առաջարկել, եւ իշխանությունը դա կարող է անել հենց օրենքի սահմաններում, ի տարբերություն ընդդիմության։ Առավել ևս այսօր, երբ քաղաքականությունից հոգնած մարդիկ կազմում են ընտրողների բավականին մեծ խումբը, այս մարդկանց անհետաքրքիր է, թե Սամվել Կարապետյանը քանի միլիարդ ունի, Նիկոլ Փաշինյանը ինչ նոր սոցիալական ծրագիր է առաջարկում, նրանց հետաքրքիր է, թե ինչ ինստիտուցիոնալ փոփոխություններ է առաջարկում այն ուժը, որը ցանկանում է գալ իշխանության, ինչ արժեհամակարգ ունի այդ ուժը, հայամետ է արդյոք, թե ոչ։ Նրանց առաջին հերթին հետաքրքրում է գաղափարը, գաղափարախոսությունը եւ անկեղծությունը, այլ ոչ թե նյութական արժեքները։ Հիմա խոսեմ այն մասին, թե ինչու են Հայաստանում կուսակցությունները ձևավորվում ոչ թե գաղափարախոսության շուրջ, այլ անձերի եւ ինչ վտանգներ է դա պարունակում։ Նախ սկսեմ նրանից, թե ինչ վտանգ է պարունակում անձի շուրջ ձևավորված կուսակցությունը։ Երբ մարդիկ հավաքվում են անձի շուրջ, անձը այդ կուսակցությունը սկսում է ծառայեցնել իր օրակարգին եւ կախված իր օրակարգից այդ կուսակցությունը կամ թուլանում է, կամ ուժեղանում է, կամ սկսում է չգործել ինչ-որ մի փուլում։ Այստեղ կարող ենք օրինակ բերել նույն Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս պայմանավորված իր անձի հետ կատարված իրադարձություններով կարող է իր կուսակցությունը որոշակի ժամանակ կասեցնել, ճակերտավոր ասած, ակտիվ գործունեություն չծավալել, ինչ-որ մի փուլում ակտիվանալ, կարող է ուժեղանալ, կարող է թուլանալ, այսինքն անձի շուրջ ձևավորված կուսակցությունը ինքնին շատ թույլ է ի սկզբանե։ Հիմա հասկանանք, թե ինչու է այդպես ստացվել։ Երկար ժամանակ Հայաստանում քաղաքական կուսակցությունները պայքարել են ոչ թե համակարգեր կառուցելու մրցակցության պայմաններում, այլ զուտ գոյության կռիվ է եղել։ Հետևաբար մարդիկ փնտրել են ոչ թե այնպիսի ուժի, ով կառաջարկի համակարգեր, այլ այնպիսի մարդու, ով իրենց կփրկի, փրկչի փնտրությամբ են զբաղված եղել, այսինքն նրանք չեն գնացել ընտրությունների, որպիսի լսեն այդ կուսակցության առաջարկած արժեհամակարգը, տարբեր մոտեցումները, տնտեսական, սոցիալական հարցերին, այլ նրանք ուղղակի փորձել են գտնել իրենց ծանոթ, ուժեղ լիդերի, ով իրենց բառից բուն իմաստով կփրկի, եւ ամեն անգամ հիասթափությունները պայմանավորված է նաեւ որոշակի առումով դրանով, որովհետեւ քաղաքական կուսակցությունները նախատեսված չեն մարդկանց փրկելու համար, դրանք նախատեսված են համակարգեր ստեղծելու, այդ համակարգերը գործարկելու եւ այդ համակարգերի միջոցով երկիրը ճիշտ զարգացման ուղու վրա դնելու համար։ Երկրորդ գործոնը, հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ սկսել են ավելի քիչ վստահել քաղաքական կուսակցություններին։ 2021 թվականի համեմատ 2024 թվականին այդ վստահությունը ել ավելի է քչացել։ Իսկ ինչ է անում այն կուսակցությանը, որին չեն վստահում։ Նա այլևս սկսում է չխորանալ, չառաջարկել բարդ գաղափարներ, բարդ համակարգեր, այլ սկսում է, այսպես ասած, էմոցիաներ վաճառել։ Եվ մի կողմից կամ սկսում է թշնամու կերպար ստեղծել եւ այդ թշնամու կերպարի հետ պատերազմել, կամ առաջարկում է փրկչի կերպար, որը պետք է գա ժողովրդին փրկի մյուս թշնամիներից, եւ արդեն նորից մենք գալիս ենք այն փուլ, որ մարդկանց առաջարկվում է ոչ թե ինչ-որ ինստիտուտ, համակարգեր, աշխատող տեխնոլոգիաներ եւ մոտեցումներ, այլ նորից առաջարկվում է փրկիչ, էմոցիա, որին մարդիկ կամ կհավատան, կամ չեն հավատա։ Արդյունքում ընտրողները ստանում են ոչ թե նորմալ գաղափարների մրցակցություն, այլ քաղաքական կերպարների շուկա, որտեղ ընտրողները պետք է ընտրեն իրենց արված էմոցիոնալ առաջարկներից։ Մեկը վախ է առաջարկում, մյուսը անցյալ, երրորդը ապագա, չորրորդը ուժ։ Շատ քչերն են առաջարկում գաղափարախոսություն եւ առաջանում է հարց. եթե մարդիկ ընտրում են այդ անձին, ով գալու է իշխանության էմոցիաների վրա, ապա ինչպես են զարգացնելու երկիրը, խարիզմայի միջոցով, լավ գեղեցիկ խոստումների, բառերի, ելույթների միջոցով, որն է լինելու այն համակարգը, այն ինստիտուցիոնալ փոփոխությունների շղթան, որի միջոցով նա կարողանալու է Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ։
Առանց գաղափարների չեն կարող լինել համակարգեր, առանց համակարգերի չի կարող լինել վստահություն, առանց վստահության չի կարող լինել ճիշտ ընտրություն, քանի որ այս պարագայում մարդիկ նորից ընտրելու են ելնելով էմոցիաներից և ընտրելու են ոչ թե բարեկեցիկ երկիր ունենալը, այլ ընդամենը ընտրելու են հերթական պերսոնաժին, քաղաքական կերպարին, որը իրենց դուր է եկել։ Քանի դեռ Հայաստանում կուսակցությունները առաջարկելու են ընտրել կերպարների չի լինելու գաղափարախոսություն, չեն լինելու համակարգեր մշակելու մոտեցումներ, մենք ունենալու ենք բազմաթիվ քաղաքական դեմքեր և չենք ունենալու քաղաքական ապագա։ Եվ վերջում, տպավորություն է, որ ես խոսում եմ միայն ուժեղ Հայաստանից, բայց դա պայմանավորված է նրանով, որ մյուս կուսակցությունները, օրինակ Հայաստան դաշինքը, որը այսօր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որևէ բան չի անում այս ընթացքում և հիմնականում գործունեություն է ծավալում ուժեղ Հայաստանը, թերություններով հանդերձ, սխալներով հանդերձ, սակայն անում է ինչ-որ բան, իսկ ինչ է անում օրինակ Հայաստան դաշինքը, ով խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է և նաև հայտ է ներկայացնում, այսպես ասած, իշխանափոխության, իհարկե չգիտեմ հիմա ներկայացնում են թե ոչ, այդուհանդերձ 2021 թվականին նրանք խոստացան, որ կգան ազգային ժողով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, ինչը չարեցին, իսկ ինչ օրակարգ ունեն այսօր։ Ես կսպասեմ և կտեսնենք արդյոք նրանք որևէ գործողություն անելու են այս ընթացքում, հուսանք գոնե նախընտրական շրջանին ավելի մոտ կակտիվանան և մենք կհասկանանք, թե նրանք ինչ են անելու և ինչի համար են մասնակցում առհասարակ ընտրություններին։